Ինչպես գիտենք, վերջին տարիներին քաղաքում կառուցվեցին ու բարեկարգվեցին բազմաթիվ այգիներ, պուրակներ, որոնք ապահովված էին անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Սակայն այսօր այգիներում չեն գործում ցայտաղբյուրներն ու զուգարանները, որոնց առկայությունը շատ կարևոր է ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար։ Թեման ցավոտ է, սակայն անլուծելի։ Ինչ է կամ ով է այս ամենի պատճառը։ Հարկելի շրջանի բնակիչներ խոսքս կնում է կենտրոնական այգու կապակցությամբ, ովքեր օգտվում են կենտրոնական այգու արտոնությունից, հատկապես խոսքս վերաբերում է այն երիտասարդներին, ովքեր կենտրոնական այգու նկատմամբ կատարում են հանցագործություններ։ Մինչև երբ պետք է շարունակեք այդ հանցագործությունները։ Ձեր հանցագործության պատճառով այսօր այս գեղեցիկ այգին երբ նայում ես, հիանում ես, զրկված է խմելուջներից, զրկված է զուգարանի արտոնությունից։ Երբ մարդիկ գալիս են իրենց ժամանակ անցկացնելու կենտրոնական այգում, չեն կարող օգտվել խմելուջերի արտոնությունից, զուգարանի արտոնությունից, դա հատկապես շատ վատ տպավորություն է թողնում շրջանի բնակչության համար։ Ես կուզենայի ասել, որ մինչև երբ պետք է կատարեք այդ հանցագործությունը, նման դեպքերում, եթե ձեզ հայտնաբերեցին հանցագործության վայրում, դուք կկանգնեք պատասխանատվության առաջ։ Փողային արժեքով 1000-ից մինչև 5000 լարի ձեզ կներկայացնեն շտրաֆ։ Եթե այդ շտրաֆը չկարողանաք մուծել, կարող եք ձերբակալին։ Կգնաք, կնստեք բանտում և կզգաք ձեր կատարած հանցագործությունը։ Նորից խնդրում եմ, որպես իննոցենտայի շրջանի բնակիչ, հեռու մնացեք այգու հանցագործություններից, պահպանեցեք այգու ինվենտարիզացիան, պահպանեցեք այգու մաքրությունը։ Վերանորոգում եք բոլոր նստելատեղերը, ճաշտվածները, երեխաների խաղալու տեղերը, սակայն հանցագործ երիտասարդները նորից կարգնում ճարտուղիթ անել այգու այդ ունեցվածքը։ Պահպանեցեք այգու ունեցվածքը, պահպանեցեք այգու մաքրությունը։